50,000-երորդ Հայր ջան, մենք որոշել էինք Քուրիկ ջան, մեր անդամակցության 50,000 մարդին լրացուցող մարդին պարգևատրել, այդ օրը որ 50,000 լրացել էր 50,117-րդ մարդ, բայց 50,000-երորդը ձեր զավակն է, ձեր որդին է, մենք ագին ծանոթ ենք ձեր արդեն ծանոթացել ենք ընտանիքից, որ դուք իրեն որդեգրել եք և դուք եք պարում շատ ուրախ ենք, հպարտ ենք, որ ուզենայինք մտածված սենց բաներ, ինչ է բնական է, բարոյական, ես շատ ուրախ եմ, ինձ թվում այս երեխան այս երկրի լավագույն մարկանցից մեկը կլինի, ինչ որ անի, այս երկիրը, պետությունը պարտավոր այս երեխայի կողմից ինքն ուժեղ հայ քաղաքացի լինի և հայրենիքի լավ պաշտպան տղամեծանա, չէ՞։ Դրա համար որոշել ենք մենք այսօր պարգևատրել Համիրան, դա պատմական փաստ է, որ 50,000 որպես երրորդ մարդ և դուք էլ իրեն մայր, այսօր մեր երկրապահ կամավորականների առաջի պատվավոր մեդալով, ուշամեդալով պարգևատրել իրեն և ֆիքսել պատմության համար, որ ինքն է 50,000-երորդ անդամը մեր և դրանից հետո արդեն չնայած այսօր 52,093 մարդ են, այսօր մեր 50,000-երորդ լրացրած անդամներ։ Եվ այսօր մենք ստեղծա հանրապետության բոլոր տարածքների պատասխանատու մարդիկ են ստեղ գտնվում և ես ուզում եմ, որ այս բոլոր պատասխանատու մարդիկ են հանրամանդ սա Հայաստան ինչքան մարզերը, շրջանները, Երևան քաղաքը, բոլոր տեղերից մարդիկ կա։ Այդ բոլորի ներկայությամբ պարգևատրել ձեզ։ Հրամանը ես ընթերցեմ։ Հրամանը կարծա հա։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Արցախերոս Զորավար Մահմեդ Գրիգորյանի թիվ ՕՀ կոտրակ 45 առ 28 նոյեմբերի, այսինքն 5-րդ բրիգադի կազմավորման օրն է, 23-րդ տարեդարձն է։ Հրաման 50,000-երորդ անդամին պարգևատրելու մասին։ Հիմք ընդունելով եռասերունդ երկրապահի շարքերի առավել ինտենսիվ համալրումը, ինչպես նաև իմ բանավոր հանձնարարականը 50,000-երորդ անդամին պարգևատրելու մասին հրամայում եմ եռասերունդ երկրապահ կամավորականների միության Հայաստանի երկրապահ հուշամեդալով պարգևատրել եռասերունդ երկրապահի 50,000-երորդ անդամ պատանի երկրապահ Սերոժա Սամվելի Ջանիկյանին։ Սերոժա Սամվելի Ջանիկյանը անցել է հրամանատարասերժանտական կուրսերը և ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Ես էլ իր սերտիֆիկատը Եվ նույն հրամանով եռասերունդ երկրապահի 50,000-երորդ անդամ պատանի երկրապահ Սերոժա Սամվելի Ջանիկյանի մայր Արմինե Սերոժայի Փարսադանյանը պարգևատրվել է Հայաստանի երկրապահ հուշամեդալով։ Զովազների, անհատ կորազների, կանանց, մասնակիցների հետ հավասար համարում ենք, որ այսօր այս երեխայի կողքին ես և իրան դաստիարակում եք և բան, ու իմացեք մեր բոլոր աջակցությունները 24 ժամը կլեք մեր ուշադրության կենտրոնում և ինչ աջակցություն պետք է լինի, որ մենք պետք է ցույց տանք ձեր ընտանիքին, երեխային, ուրեմն կլինի։ Սա քաղվածն է հրամանի, որ պատմական ձեր ընտանիքում, սա էլ ձեր նշանի հաստատություն։ Եվս անգամ դերներ շփում ենք ու և ուզում եմ, որ դուք իմանաք, դուք մեզանից մեկն եք, չեմ անում ինչքան եք ծանոթ, բայց որ ձեր զավակ այսօր երկրապահ, ուրեմն դուք չեք մեզանից մեկն եք։ Եվ իմացեք 24 ժամը ամեն մի հարցում մենք ձեր կողքին ենք լինելու և ուշադրություն ենք դարձնելու ձեր ընտանիքի ու տղայի վրա։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետության
Շնորհակալ եմ, որ ես այսօր պարգևատրվել եմ մեծարգո զորավար Մամել Գրիգորյանից։ Մեզ այնտեղ սովորացնում են, որ պետք է դառնալ երկրի պահապան։ Մնչևակում գնալը ճիշտն ասած ինքը վախենում էր, որ սահմանամերձ գյուղերից փախչում են գալիս, ինքը շատ վախենում էր։ Մենք որոշեցինք, որ պետք է ինքը համ կարատեի մրցումների գնա, համ երկրապահ կամավորական ջոկատում գրվի, որպեսզի վախը նորսից հանվի։ Եվ ճիշտն ասած հասանք մեր նպատակին։ Այսօրվա դրությամբ ինքը չի վախենում, շատ մեծ ուրախությամբ մասնակցում է պարապմունքներին եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք, պարգևատրվել ենք գեներալի կողմից